նպատակը Պուլիցերյան, Նոբելյան կամ որևէ այլ մրցանակ շահելը չէ։ Ես այստեղ եմ, հեռավոր արևմուտքում, Սան Ֆրանցիսկոյում, Կարլ Սթրիթի վրայի մի փոքրիկ սենյակում նստած նամակ եմ գրում հասարակ մարդկանց, պարզ լեզվով պատմում նրանց ծանոթ բաների մասին։ Պարզապես գրառումներ եմ անում, այնպես որ եթե մի քիչ էլ շեղվում ու դեսուդեն եմ ընկնում, նրանից է, որ շտապելու բան չունեմ, եւ մեկ էլ որ անտեղյակ եմ պատմվածք սարքելու կանոններին, եւ եթե մի բան կա, որ ինձ դրդում է գրելու, ասելն է, որ մարդը մարդու եղբայրն է։ Այս հայտարարությունը մի քիչ վերամբարձ է հնչում, մարդ առհասարակ ամաչում է նման հայտարարություններից, վախենում է փորձված մարդիկ ծիծաղեն իր վրա, բայց դա ինձ քիչ է հետաքրքրում, խնդրեմ թող ծիծաղեն, էլ ինչի համար է նրանց փորձը, ինձ համար ցեղեր գոյություն չունեն, ես չեմ հավատում կառավարություններին, կյանք ասելով, հասկանում եմ ահա այս մեկի կյանքը, ծնունդից մինչև մահ։ Եվ այսպիսիք աշխարհում բազում միլիոններ են։ Երեխաները, որ դեռ չեն սովորել խոսել եւ ոչ մի լեզվով, միակ ցեղն են երկրագնդի վրա, մարդկանց ցեղը, մնացած ամեն ինչը կեղծիք է ու խաբեություն։ Մարդկանց եղբայրությունը մանկան ճիչ ու լացի մեջ է, լացող երեխաների մեջ։ Մեծանում ենք, լեզու սովորում եւ աշխարհը ընկալում մեր իմացած միակ լեզվի միջոցով։ Չենք ընկալում մեր բոլոր լեզուների միջոցով կամ էլ առանց որևէ լեզվի, ասենք լռությամբ, փակվում ենք մեր իմացած միակ լեզվի մեջ։ Այն, ինչ հավերժական է ու անսահման, դառնում է սոսկ բառ։ Ուզածս միակ բանը բոլորին հասկանալի լեզվով խոսելն է, մարդկային սրտի լեզվով, որն անմահ է ու հավասարապես հարազատ բոլորին։ Օգոստոսի 31-ը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Պաշտոնական հանդիպումներում այսօր կհնչեն Սարոյանի մասին ընդունված ձևակերպումներ, մեծ հայը, մեծ գրողը, նա պատկանում էր իր ժողովրդին եւ այլն։ Գրականագետներն ինչ խոսք կհիշեն, որ նա ամերիկյան գրականություն բերեց հասարակ մարդու խնդիրը։ Եվ իհարկե, սրանք ճշմարտություններ են, սակայն ինչպես կասեր ինքը Սարոյանը, ինչ որ բան, ինչ որ տեղ, այնուամենայնիվ այն չէ։ Մենք երբեմն մեր սիրելի գրողներին սկսում ենք ընկալել ընդունված ձևակերպումներով, մոռանալով, որ ամենակարևորը հենց մեր սովորական ընթերցողներից ձևակերպումն է նրանց մասին։ Մեր սիրելի գրողների հետ մենք անցնում ենք երևակայական մի ճամփորդություն, աշխարհի նեղ ու լայն պողոտաներում, անծանոթ հովիտներում ու գնացքի կայարաններում գտնելով նոր մարդիկ ու նոր աշխարհներ, երբեմն նաև ինքներս մեզ։ Սիրելի գրողի հետ անցած ճամփորդությունը, անկախ նրանից, թե դա որ տարիքում է քեզ հետ պատահել, մնում է ամբողջ կյանքի համար։ Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը ես զրուցում եմ սովորական մի սարոյանասեր մարդու, նրան շատ ընթերցած Արամաստ Ղալամքարյանի հետ։ Ո՞վ է քեզ համար Սարոյանը։ Ինչ է ինքը քեզ սիրելի։ Գիտես, ինչ որ առումով Սարոյանը շարքային է իմ համար, ինչ որ առումով առանձնահատուկ է։ Առանձնահատուկ է մոտավորապես այնց, ոնց որ մանկության ընկերն է առանձնահատուկ։ Այսինքն դու կյանքում հետո կարող ես լիքը ուրիշ ընկերներ ունենաս, ձեռք բերես ու իրանց շարքում քո մանկության ընկերը իր հատկանիշներով ինչ որ մի հատուկ ձևով չառանձնանա։ Բայց քանի որ դու իր հետ ունես կապված շատ եզակի հուշեր, ինքը առանձնանա բոլորից։ Ես ինքս ինձ մեծ ընթերցող չեմ համարում, բայց այն գրականությունը կամ այնքան գրականությունը, որ ես եմ ծանոթ, ինձ իրավունք չի տալիս Սարոյանին համարել առանձնահատուկ գրող։ Հիմա Սարոյանը մեր համար առանձնանում է նրանով, որ հայ է։ Այսինքն եթե ինքը հայ չլիներ, այդ ընկալումը Հիմա կասեմ, այդ ընկալումը մեծ մասամբ կլիներ, բայց ինքը չէր լինի մեկը, որը որ շեշտակիորեն տարբերվում է մյուսներից։ Ասենք ես հանգիստ իրան կդնեի օրինակ Ռեմարկի կողքը կամ Բյոլի կողքը, դրանով չի նստեմ անում ինքը։ Իրա հոգեկան կապվածությունը մեզ հետ էն է, որ ինքը մեզ ուղեկցել է, տենց ստացվել է, որ ինքը հայ ա եղել, մեծագույն գրող ա եղել, ու տենց ստացվել է, որ թարգմանված եղել են գործեր, որոնք որ մեզ հասանելի են եղել դեռ պատանեկության տարիներից, երիտասարդության տարիներից, ու ինքը մեզ ուղեկցել է ու այն խորհուրդները, որ ինքն է մեզ տվել այդ տարիներին, մենք ուրիշից չենք ստացել, իրանից ենք ստացել։ Այդքանով է ինքը առանձնահատուկ։ Համաշխարհային գրականության մեջ իմ համար Սարոյանը, եթե փորձեմ օբյեկտիվ դատել, ունի իր շատ ուրույն, շատ սիրուն տեղը,
որը ունիկալ չի, այդ այն ասած, ու պետք էլ չի որ ունիկալ լինի, որովհետև ճշմարտությունը ունիվերսալ է։ Ճշմարտության այն մասը, որին հասու է եղել Սարոյանը, բնականաբար ունիվերսալ ճշմարտություն է։ Ինքը գտել է իր ձևակերպումները այդ ճշմարտության, բայց դրանով ճշմարտությունը չի դարել Իրանը առանձնահատուկ տարբերվողը ու չերել կարող, որովհետև դա այն ունիվերսալ համամարտկային աստվածային ճշմարտությունն է, որին նաև հասել Դուքո ավարտական խոսքի մեջ Սարոյանը իր մեջ ամերիկյան համալսարան։ Մեր սերնդի մոտ Սարոյանը մի տեսակ հիմնակարեր դրեց տեսնելու, զգալու, ընկալելու։ Հասկանում եմ ինչ ես ասում, հասկանում եմ։ Նայ, իսկապես ինքը հիմնակարեր դրել է, որի հիմքի վրա, արդեն այդ ֆունդամենտի վրա ինձ հասու են եղել թողների ինձ Սարոյանը ճշմարտությանն ավելի մոտ կանգնած մարդկանց գրականությունն է ինձ հասու դարել Սարոյանի հիմքի վրա։ Այսինքն ես վստահ եմ, ես Տոլստոյի ուշ շրջանի հրապարակախոսությունը այդքան հարազատ չէի ընդունի, եթե ես մինչև այդ Վեսլի Ջեքսոն չունենայի իմ կյանքում։ Այսինքն ճիշտ տեղ է հրել։ Ճիշտ տեղ է հրել, միանշանակ ճիշտ տեղ է հրել, բացառությամբ մի կետի։ Դա մինչև այսօր Սարոյանի հետ իմ ունեցած երևի հիմնական ոչ թե տարաձայնությունն է, ես դեռ այդքան ամուր չեմ կանգնած իմ դիրքերում, որ հետը տարաձայնություն ունենամ, բայց էտենա ինչը դեռ փորփրում եմ, պրպտում եմ ու ինչը փորձում եմ հասկանալ, դա սպանելու իրավունք տալն է, մարդուն սպանելու իրավունք տալն է։ Քո կյանքի ժամերում օրինակ ձևակերպված այդ խիտ բանը, երբ որ հասնում ես սպանություն գործելու պահը մի վարանիր ու գործիր այդ սպանությունը։ Հա, երբ որ ասում եմ, հա, երբ որ գալիս է պահը ու գիտես որ պետքա սպանես, սպանի։ Կարծում ես ինքը ուղիղ իմաստով էր ասում։ Ենթադրում եմ, որ միանշանակ նաև ուղիղ իմաստով էր ասում ու հիմա ես տենց հաստատվել կարդում եմ Սարոյանի մի հատ շատ քիչ հայտնի գործերից մեկը, կոչվում է The Laughing Matter, որը թարգմանվում է մոտավորապես ծիծաղալու բան։ Իրական պատճառ ծիծաղալու բան իրականում շատ լուրջ գործ է ու այդ իմիջիայլոց այդ գործի մոտիվներով նկարվել է Զվյագինցևի Իզգնանիե ֆիլմը, շատ ազդեցիկ ֆիլմ է։ Հիմա այդ ֆիլմի մեխերից մեկը, առանցքային դրվագներից մեկը երկու եղբայրների զրույցն է, որոնցից մեկը իմիջիայլոց բավականին ոնց որ թե նման է նաև Սարոյանին նրանով, որ կազինո խաղացող, Սարոյանը ինքն է, չէ՞ դե խաղացող եղել, դժվար ապրող, դժվար ճանապարհ ընտրած ու այդ դժվար ճանապարհը հպարտորեն ապրող։ Այդ այնց մի հատ հերոսա մի եղբայրը, ավագ եղբայրը ու փոքր կրտսեր եղբայրը, որը որ դժվար սիտուացիայում է հայտնվել իր կյանքում ու հիմա չեմ ուզում այդ ամեն ինչը պատմեմ, բայց ավագ եղբայրը կրտսերին ասում է. «Ինչ էլ անես ճիշտ է։ Սպանես ճիշտ է։ Ներես էլի ճիշտ է։ Ոնց էլ անես ճիշտ է»։ Ուղղակի ասում է ինչը որ դու ընտրես, դա կլինի, ուղղակի քո ընտրությունը, քո կյանքը կլինի դա։ Ու ասում է չկա սխալ, որը որ կանես, որ տարբերակը որ կընտրես, դա էլ կլինի ճիշտ։ Ընդ որում խոսքը գնում է ռեալ սպանության մասին։ Ֆիլմում եւ գործում։ Եվ ֆիլմում եւ գործում։ Այո, խոսքը գնում է ռեալ սպանության մասին։ Ու ավագ եղբայրը փոքրին ասում է, դա ընդհանրապես քո ընտրություն
բավական չի թե գրողի մասին ինչ են գրում գրաքննադատներն ու Համաձայն եմ։ եւ այլն։ Ինչ խնդիրն է նա թե ինքը ինչ անում որևէ մարդու հետ։ Ես ուզում եմ հիմա մենք որևէ հերթականություն մտածենք, որով կարելի կլինի ներկայացնել Սարոյանի գրականությունը, թե ինքը ինչերի վրա է հիմնավորապես սևեռել իր հայացքը։ Հասկանում եմ։ Մինչև դրան անդրադառնալը մի հատ սենց աստղանիշով փոքր ծանոթագրություն է պետք անել իմ կարծիքով, կարևոր շեշտադրում է, որը ես բոլոր գրողների ու արվեստագետների դեպքում եմ ինքս իմ ներսում անում։ Դա որն է, որ այդ մարդիկ էլ են մարդ եղել, ու իրանք էլ են փոփոխական եղել։ Այսինքն, ու ես դրան բախվել եմ Տոլստոյի դեպքում, երբ որ վաղ Տոլստոյը ու միջին շրջանի Տոլստոյը իմ համար սիրելի չի եղել։ Հետո ես որ բախվել եմ ուշ շրջանի Տոլստոյին, ասել եմ ոնց այս նույն մարդն է գրել։ Եվ դա համարյա բոլոր գրողներն են։ Ուզում եմ ասել հիմա որ մենք ասում ենք որոնք էին Սարոյանի բարձրացրած, չգիտեմ, առանցքային հարցերը կամ ինչ էր նա քարոզում, հա, սենց ասենք։ Գիտես, քեզ համար կարևորը որոնք են։ Ինքն էլ է փոխվել։ Իհարկե, եւ իդեպ այդ նույն սպանության թեմայով ես ասեմ, չէ՞ որ մենք դրան կարող ենք հակադրել հենց նույն իր գրականությունից մեջ բերելով, որտեղ ինքը շատ դեմ է խոսում պատերազմ, նույն քո հիշատակած Վեսլի Ջեքսոնում ինքը ինչքան հենց դա պատերազմի դեմ ստեղծված երկավոտքից գլուխ։ Միանշանակ։ Դրա համար ինչպես ցանկացած մեզնից մեկը Սարոյանն էր հակասական անձնավորություն, ու իր ապրած կյանքն էր հակասական։ Եվ երկատված։ Եվ երկատված, եւ քառատված, եռատված։ Ինչ եմ ես քաղել Սարոյանից, որ իմ համար շատ կարևոր է եղել։ Նախ, որ պատերազմը չարիք է, որ մարդը մարդուն եղբայր է, անկախ մաշկի գույնից, անկախ ազգությունից, անկախ կրոնից։ Եւ անկախ ունեցած անցյալից նրա։ Եվ անկախ ունեցած անցյալից։ Արվեստի ուրիշ գործերի միջոցով եմ նույն ճշմարտությունը ստացել, բայց Սարոյանը նաև ինձ սովորեցրել է, որ ճշմարիտ հանճարեղը դա կլինի արվեստ, թե, չգիտեմ, գիտությունը, եւ թե դա ճշմարիտ է, եթե դրա մեջ կեղծիք չկա, դրա մեջ կա աստվածային սկիզբ, ունիվերսալ է, էլի հասանելի է բոլորին, անկախ իրանց կրթական մակարդակից, անկախ իրանց ազգությունից։ Վեսլիում մի հատ շատ սիրուն դրվագ կա, այն շեփորահարի դրվագը։ Շեփորահար էր, թե ինչ-որ գործիք էր նվագում, չեմ հիշում, որ ասում էր ծղոտ է գլխարկ պետք է ես ունենամ, որ նվագեմ։ Հետո տենց գտնում են չերես, բերում են, հասնում են այդ գլխարկը, ու ինքը որ սկսում է նվագել ու ոնց են այդ բոլորը հավաքվում ու բոլորը ոնց են հուզվում էլի այդ երաժշտությունից, որովհետև բոլորի սրտին կպնում է։ Ոնց որ մեր Թումանյանը, որ շատ պարզ է, բայց ինչքան մարդու սրտի է կպնում, չէ՞։ Այ Սարոյանից նաև եմ սովորել, որ ոնց որ քեզ տալիս է կամերտոն, քեզ տալիս է ֆիլտր, հասկանալու այդ արվեստը իրայից արժեք ներկայացնում է, թե չէ։ Արվեստ կարևոր չի արվեստ, այդ ինչ որ մի բան կյանքում։ Հա, կեղծա թե կեղծ չի, աստվածային բան կա մեջը թե չկա։ Ու եթե կա, այդ բոլորին է հասանելի։ Մարդը միայնակարարած է, չնայած աշխարհը լիքն է իր նմաններով, նա ամեն մենակ է։ Երբեմն էլ այնքան մենակ, որ շրջապատից երես է թեքում, դառնում մեռածներին, վաղուց ապրած մարդկանց ցով տարվում, նրանց գրքերը կարդում, կամ թորոյի պես սիրահարվում է դաշտ ու կանաչին, կապույտ երկնքին ու բնության ազատ զավակներին, կամ կապվում է մի փոքրիկ ընտանի, կենդանու, շան, դեղցանիկի, թութակի, անգամ կրյայի, ոսկեձկնիկի, թեկուզ ձիու նման մեծ կենդանու հետ։ Ասում են, արաբներն իրենց ձիերին կանանցից շատ են սիրում, պատահում է մարդ բույսերի հետ էլ է կապվում, սեփական պարտեզում աճեցնում, իսկ թե պարտեզ չունի, թաղարների մեջ է փոքրիկ բույսեր խնամում, բայց անընդհատ ում է փնտրում, մեկնումեկին, որն իրեն ծանոթ լինի, ինչքան նամակ եմ ստացել, բոլորի մեջ միշտ մենություն է եղել, ու մեկնումեկի հետ շփվելու կարոտը, այնպիսի մեկի, որ օտար չլինի, որ քեզ հիշելիս լինի։ Մարդկային կատակերգությունը սկսվում է մի հատ փուջուրիկ հատվածով, այն փոքր տղան Յուլիսիսը, որ ձեռքով գնացքին ստեսություն է անում։ Ամենափոքր դրվագներում, որոնց կողքով մենք ամենուր անցնում ենք, դրանք սովորական, ասենք, տեսարաններ են, էլի, գնացք անցնում կամ չգիտեմ ինչ-որ մարդ փողոցը կտրում անցնում։ Հանկարծ Սարոյանի գրականության մեջ եփվելուց հետո դու հասկանում ես, որ սկսում ես տենց բաներին շատ ուշադրություն դարձնել։ Հանկարծ ամենափոքրիկ դրվագը դառնում է շատ մեծ նշանակությամբ ասելիք այս աշխարհում։ Գտել ես տենց բան Սարոյանի մեջ։ Իհարկե, համաձայն եմ, բայց գիտես, մենք որպես երեխա, երբ որ դա տեսել ենք, զգացել ենք, դա մեզ շատ կարևոր ձևով հարստացրել է։ Ու
Ես ինձ թույլ տամ ասել, որ ցանկացած երեխայի, այ մենք մեր երեխաներին պետքա փորձենք այդ ունակությունը փոխանցել, նկատել փոքրիկ սիրուն բաներ կյանքում ու ուրախանալ դրանով։ Բայց չգիտեմ, գուցե Սարոյանը ունի գործեր, որտեղ ինքը շատ ունի գործեր ու շատ քիչ է թարգմանվել, շատ քիչ է թարգմանվել։ Ես ինքս մի փոքր գրադարան ունեմ Սարոյանից անգլերեն հրատարակություններ, որոնց հայերենը չկա։ Իհարկե չկա, ոչ միայն հայերենը չկա, այլև մեր հասարակությունը ընդհանրապես տեղյակ չի, որ նման գործ կա։ Ուզում եմ ասեմ, գուցե Սարոյանը մանավանդ ուշ շրջանում ունեցել է աշխատություններ, գործեր, որոնք հասել են այդ տղայական սիրուց անդին, հա, հաղթահարել են այդ սահմանափակ սերը ու հասել են համապարփակ սիրով։ Ես ինքս չեմ առնչվել։ Բայց ինձ շատ սիրել է նաև այդ մասը, այ մեր երեխեքը պետքա դրան առնչվեն, պետքա այդ Թրեյսիի վագը իրանց կողքին լինի։ Կյանքում միշտ էլ ցավ կլինի, ասաց Միսիս Մաքոլին, սակայն այդ բանի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի։ Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը, իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա, իսկ չար մարդը այն ավելի կխորացնի ու կտարածի իր շուրջը։ Սակայն բոլոր մարդիկ էլ անմեղ են, որովհետև ինչպես չար մարդը, այնպես էլ հիմարն ու լավը իրենց կամքով չեկան այստեղ եւ ոչ էլ իրենք իրենց ստեղծվեցին ոչնչից։ Նրանք ծնունդ են բազմաթիվ աշխարհների ու բազմաթիվ սերունդների։ Չարերը չգիտեն, որ իրենք չար են եւ հետեւաբար անմեղ են։ Չար մարդուն պետք է ներել, նրան պետք է սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ որ բան կա աշխարհի ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանից ինչ որ բան մեր մեջ։ Նա մերն է, մենք նրանը։ Մեզնից յուրաքանչյուրը մյուսներից անջատ չէ։ Գեղչուկի աղոթքը իմ աղոթքն է, մարդասպանի ոճիրը իմ ոճիրը։ Անցյալ գիշեր դու լաց եղար, որովհետև սկսեցիր հասկանալ այս բաները։ Իրեն հարցազրույցներից մեկում հարցում են իրեն, ասում են՝ «Այ դուք բարություն քարոզող գրող եք, սիրո գրող եք եւ այլն»։ Ասում են՝ «Դա ձեզ միայն թվում է։ Դուք գնացեք, տեսեք այն հրատարակիչների մոտ այն գրքերը, որոնք իրանք չեն հրատարակել»։ Իհարկե, մի քիչ նրբանկատ ընթերցողը անգամ այդ բարություն քարոզող գործերի մեջ իր հակասականությունը զգում է եւ նաեւ ներսում ունեցած ներքին կռիվն ու պատերազմը, անհաշտությունը ինքը իր հետ, աշխարհի հետ, մարդկանց հետ։ Գրող, որը ասում էր, որ սերն ամեն ինչ է, ամեն բան հնարավոր է ու ամեն բան պետքա կառուցել այդ սիրո վրա, որ պատերազմը առաջին չարիքն է մարդկության, որ արդարացում չունի։ Որ արդարաց։ Երրորդը, ինչպես դու հիշեցիր, այդ որ բոլոր մարդիկ քո եղբայրներ։ Քո կարծիքով սրանք մեր օրեր ժամանակավրեպ, պրիմիտիվ, անհասկանալի հնչող բաներ չեն, ասենք այսօրվա մարդը դրա կարիք ունի։ Մարդը միշտ ունեցել դրա կարիքը, այսօր էլ ունի, վաղն էլ ունենալու ցավոք սրտի։ Ի տարբերություն օրինակ իմ եղբոր, ես չեմ համարում, որ մարդը էական փոփոխություն ա կրել դարերի ընթացքում, կամ հիմա մենք ինչ որ մի, չգիտեմ, առանձնահատուկ դարում ենք, ոչ մի էական բան չի փոխվել։ Այսօրվա ընթերցողը որ կարդա, չի զարմանա այն դրվագից, օրինակ, երբ որ հիշում ես Վեսլին նստած լաց ա լինում անամ աշխարհի համար, Իհարկե հիշում եմ։ 21-րդ դարը կլինի, թե 25-րդ դարը կլինի, մարդը սեր տալու ու սեր ստանալու կարիք ա ունենալու, որտեղ մարդը այդպեսին է ստեղծված։ 21-րդ դարը կլինի, թե 25-րդ, թե 15-րդ, մարդը մոլորված է լինելու, սպանելա, սպանում է ու սպանելու է իր եղբորը, պաշտելու է փողը, եւս մեկ մոլորություն, միայնակա իրան զգալու, չի իմանալու ինքը ինչ անի իրան տված ազատության հետ, բայց մարդը տենց է ստեղծված։ Ուզում եմ ասեմ, կապ չունի, դարը կապ չունի։ Մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու կարա դառնա Աստված, բայց չգիտի, մոլորված է։ Այն նույն Սարոյանի ասած, այն որ ամեն մարդու մեջ լավը կա, բայց մի հատ խորքերում թաքնված է, չէ՞, պետքա փորձես իր արարքին գնահատական տաս, իրան գնահատական չտաս ու փորձես իր մեջ այն թաքնված, այն վախվորած, այն երկյուղած բանը լավը հանես ջրի երես, անկյունից հանես։ Դարը ոչ մի կապ չունի։ Գողությունը, սպանությունը, էգոիզմը, նյութապաշտությունը եղել են, կան ու լինելու են ցավոք սրտի։ Հետևաբար, այս խոսքը միշտ էլ պահանջարկ ունենալու է, միշտ, որովհետև մարդը երբ որ մենակ մնաց ինքը իր հետ, անկեղծ եղավ ինքը իր հետ, ինքը հասկանալու է ինքը ինչի կարիք ունի։ Ինքը հասկանալու է, որ պատերազմը իրան ոչ մի բան չի տալիս։ Փող իրան, ոսկին իրան, ինչա ոսկին, ինչա ոսկին, ինչա ոսկին թանկ։ Մարդը մի օր իրան հարց է տալու, ինչա ոսկին թանկ, ինչա ալյումինը թանկ, չի ոսկին թանկ է, ինչի։
Եթե քեզ ասեն, թե երջանկությունը վերջն է, դա բթացնում է մարդուն։ Եթե ասեն երջանկությունը ոչ մի լավ բան չի բերում, ոչ գեղեցկություն, ոչ էլ վեհություն, մի հավատա, ասողները երջանկության համը չեն տեսել։ Եթե քեզ ասեն, թե համբուրվելը հիմարների գործն է, ասա, որ ստում են։ Եթե ասեն, թե պաշտել երկրպագելը տգետների գործն է, ասողներին շան որդի անվանիր ու ասա, որ ստում են։ Եթե քեզ ասեն, թե քնքշությունը թուլության նշան է, ասա, դուք տղամարդ չեք։ Եթե ասեն, թե տառապանքը բարձր է վայելքից, ասա ոչ, ճիշտ ընդհակառակը, լավը սկիզբն է, վատը դեռ վերջը չի, սա դատարկ բան է, որ պիտի հաղթահարես սկզբին հասնելու համար, ինչ որ արդար է, անմահ է, ու սիրուց արդար բան չկա, Վիկտոր Տոսկան գիտեր սա, Ջո Ֆոքսոլն էլ գիտեր, սերն է ճիշտը, սերն ամենավերին մեծությունն է, մեն միակը, դա 3-ն է, 7-ը, 9-ը, 11-ն ու մյուս բոլոր թվերը ձուլված մի հրաշալի ամբողջության մեջ, Սիրիր Աստծուն, սիրիր կնոջդ, սիրիր զավակիդ, սիրիր մերձավորիդ, սիրիր թշնամուդ, այդ շուն-շան որդուն, ինչ էլ որ լինի, խեղճին ուղղվելու հնարավորություն տուր, սիրիր։ Սարոյանի գրականության քո հիշած իրաբոլոր հերոսները ինչքանով են իրանք իրական կերպարներ, նկատի ունեմ, ասենք ինքը շատ ուզում էր, որ իր շուրջը լինեին կամ մեզ աշխարհը ներկայացներ այդ տեսակ բաց սրտով մարդկանց, թե իրոք աշխարհը այդպիսին է։ Իսկ ինքը պեղեց, գտավ են, ինչի մասին գրում է, թե ինքը հորինեց այդ մարդկանց։ Լավ հարց է, շատ լավ հարց է։ Կյանքը այնպիսին է, ինչպիսին մենք տեսնում ենք կյանքը։ Եթե դու դիմացինի մեջ տեսնում ես ստահակ, մի քանի օր առաջ մի փոքրիկ խմբով քաղաքից դուրս միտեղ նստած էին։ Ու շատ հատկանշական ռեպլիկների փոխանակում եղավ իմ կողքը նստած տղայի հետ, ում ես առաջին անգամ էի հանդիպում։ Կարծեմ կենաց խմվեց, որ ինչ լավ է, որ մենք շրջապատված ենք լավ մարդկանցով, ես ասացի բոլոր մարդիկ լավն են։ Իմ կողքի տղան ասեց ոչ, բոլոր մարդիկ վատ։ Հիմա ես ուզում եմ ասեմ, եթե քո աչքերի գեղեցկությունը քո աչքերի մեջ է, աշխարհի գեղեցկությունը մեր աչքերի մեջ է։ Աշխարհի բարիքը, լավը, պայծառը, սիրունը, Աստվածայինը մեր աչքերի մեջ է, մեր սրտի մեջ է, մեր հոգու մեջ է։ Եթե մենք կյանքին տենց ենք նայում, կյանքը այդ ձևի դառնում է։ Ես իմ դիմացի մարդուն, եթե սիրեմ, ինքը հաստատ ավելի լավն է դառնալու։ Եթե չսիրեմ, ավելի լավը դառնալու տարբերակ չունի։ Որտեղից քեզ ու Սարոյանին ինքն էլ էր նույն բանն ասում։ Հիշում ես, sense մի բան միտք ուներ, որ ասում էր դու բոլոր անմեղների հետ կիսում ես իրանց անմեղությունը եւ բոլորի մեղքի մեջ դու քո մեղքի բաժինն ունես։ Միանշանակ։ Որտեղից այդ վստահությունը, որ եթե դու այդպես ես նայում մարդ, այդ ձևով ես ընկալում իրան, ինքը ավելի լավն է դա։ Նախ որտեվ ես հավատում եմ Աստծո ստեղծագործությանը, ես հավատում եմ Աստծո ստեղծածի կատարյալությանը։ Ու ես ճանաչում եմ ինքսին, ու ես դիմացինի մեջ փորձում եմ տեսնել ինձ։ Ուզում ես ասել, որ նաև Սարոյանը իրենից ելնելով էր այդ մարդկանց։ Միանշանակ, իհարկե։ Իհարկե, ինքը գիտեր, որ մարդը վատ բան է անում, ոչ թե որովհետև ինքը վատ, այլ որովհետև իրան քիչ են սիրել։ Եթե մարդը չարացած է ու մարդը վատ բան է անում, դրա համար է, որ ես մեղավոր եմ։ Ուրեմն ես իրան քիչ եմ սիրել։ Ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ Ամերիկան ու պատկանում եմ երկուսին էլ, բայց ես ընդամենը երկիր մոլորակի բնակիչ եմ, նույնն էլ դու ես, ով էլ որ լինես։ Գեթ մի բան գիտեմ, աշխարհում ոչ մի ազգություն գոյություն չունի, ոչ Անգլիայում, ոչ էլ Ֆրանսիայում ու Իտալիայում, ոչ մի ազգություն, եւ գիտեմ, որ աշխարհի երեսին բնակվող ամեն ոք ընդամենը փոքրիկ, ողբերգական, մահկանացու հյուլե է, լինի արքա թե մուրացկան։ Շատ կուզենայի տեսնել, որ նրանք զգոն են այս ճշմարտության հանդեպ եւ այլևս իրար չեն սպանում, որովհետեւ հավատում եմ, որ մեծ ու քաջ եւ երջանիկ լինելու բազմաթիվ ավելի ազնիվ ուղիներ կան։ Համոզված եմ, որ գոյություն ունեն ճանապարհներ, որոնց վերջում ոչ թե մահն է, այլ կյանքը։ Ինչ տարբերություն թե որ ազգն է կամ ինչ քաղաքական տեսություն է գերիշխողը։ Արդյոք դա ինչ որ կերպ նվազեցնում է մահկանացու լինելու ցավն ու դառնությունը, կամ ինչ որ ձևով ավելացնում է ուժն ու վայելքը։
Ես Սարոյանին սիրում եմ այդ մակարդակում մնալու համար։ Ինքը մնաց մարդու հետ, մարդու դաշտում, մարդու մակարդակում ու իմ համար շատ սիրելի է դա։ Ինքը վեր չկանգնեց դրանից, որովհետև այդ հերոսները, ում մասին դու ասում ես, այդ հերոսները մարդկային միայնակության, մարդկային ներքին դժգոհության, ներքին տվայտանքների, երկմտանքների տենց գերի են ու այդ շատ մարդկային է, ասենք այն իր ամենաառաջին դեբյուտային գործը, եթե հիշում ես պատմվածքը, հա, բան այդ flying, հա, ինքը մնաց մարդու կողքին։ Ինքն ասեց ես հասկանում եմ քեզ մարդ, արի ես քեզ փորձեմ ինչով կարող եմ օգնել։ Գուցե ինքը մնաց մարդու կողքին, որովհետև ինքը հենց ինքը չկարողացավ հաղթահարել մարդուն իր մեջ։ Դրանից ինքը պակաս սիրելի չի դառնում իմ համար, բայց ես տեսնում եմ, որ ինքը եկել է ու մի հատ հանգրվանում կանգնել է։ Ես բայց էլի եմ ասում, գուցե կան գործեր, որ ես չեմ կարդացել ու ինքը կարող է եւ դա հաղթահարել է։ Բայց այն հերոսները, ում մասին մենք այսօր խոսում ենք, այդ հերոսները գեր մարդիկ չէին, վեր մարդիկ չէին։ Իրանց արժեքը հենց դրանում է, որ իրանք մարդ էին ու մարդուն տրված կյանքի դաշտում իրանք փորձում էին լավը լինել, փորձում էին բարի լինել, փորձում էին սիրել։ Այսինքն ոչ թե կտրվել այդ դաշտից, ոչ թե առանձնանալ ու նիրվանայի մեջ հայտնվել, ոչ թե Բուդդա դառնալ, այլ մնալ մարդ ու պատվով տանել այն ամենը, ինչ որ քեզ բաժին է հասնում։ Եթե նկատել ես իր գրականության մեջ մարդուն խորուրդ տվողը երբեք չի լինում, ասենք իմաստուն ուսուցիչ, հատուկ մեկը։ Միշտ դա, ասենք գրավաճառը, ասենք գրամեքենայի առաջ նստած մեկը, կամ լեռների կամ երեխա է, կամ գնաց խավարա, կամ հայրիկն է։ Ես հասկացել եմ, որ Սարոյանը մարդկանցից սովորել, իրարից սովորելու մասին շատ ամեզակներ, որ կողքիդ ապրող ամենասովորական մարդուց շատ բան ունես սովորելու։ Հաստատ։ Ու նաև դրա մեջ կա մեծ ճշմարտություն, որ իմաստուն կարող լինի յուրաքանչյուրը։ Ու իսկական ճշմարտությունը հասու է յուրաքանչյուրին, որովհետև դա մեզնից անկախ է, դա ի վերուստ է։ Չկա մեկը ում մեջ դա չլինի։ Դրա համար մեզ կարա սովորացնի յուրաքանչյուրը, ու մենք կարող ենք սովորացնել յուրաքանչյուրը։ Ու այդ ամեն ինչը ինքը արել է հնարավորինս լուսավոր, հնարավորինս ջերմ, պայծառ ձևով։ Իր հետ զրուցելու հնարավորություն ունենայի, ինչի մասին կուզեիր իր այդ խոսեի կամ ինչ հարց կտայր իրան։ Կտայի այն հարցը, որի մասին մի քիչ առաջ խոսեցի, սպանության հետ կապված, սպանելու բարոյական իրավունքի մասին։ Մնացած ամեն ինչ, ինչի հետ ես առնչվել եմ Սարոյանի մոտ, իմ համար բավականին պարզ ու հստակ է։ Միակ ոչ պարզ պահը դա է, որ այդքան մարդասիրությամբ հանդերձ ինքն ասում է, էդ էլ է ճիշտ։ Դրա համար ես իրան կհարցնեի, կասեի նստի, այս գարեջուրը խմի ու հələ ինձ բացատրի, ոնց կարա դա ճիշտ լինի։ Իսկ ո՞րն է քո սիրած գործը իրենից։ Վեսլին, իհարկե, Վեսլի Ջեքսոնի արկածները։ Բայց էլի եմ ասում, իմ սիրելի գործն է, ոնց որ իմ սիրած սարը իմ մանկության մեր տան վերևի սարն է եղել, այդ այնց։ Բայց դա արդեն մեծ բան է, դա շատ մեծ բանի մասին։ Իհարկե, դա հսկայական բան է ու դա մի բան է, որ քեզ ուղեկցում է քո ամբողջ կյանքում։ Եվ դա ով է ասում, որ շատ ավելի մեծ սիրուն տեսքով սարերը կարող են մրցակից լինել քո մանկության այդ փոքրիկ սիրուն սարերը։ Այո, որովհետև մենք չափում ենք նրանով, թե ինչ է քեզ տալիս։ Գիտես, հիմա սարերում ապրում է մի հովիվ, որը Սարոյան երբեք չի կարդացել, Հրանտ Մաթևոսյան էլ չի կարդացել, Աղասի Այվազյան էլ չի կարդացել, ոչ մի բան էլ չի կարդացել, բայց ինքն ապրում է նույն ձևի։ Փորձում է սիրել, փորձում է ներել, կողքինի մեջ փորձում է տեսնել իր եղբորը, փորձում է սովորել ծառից, թփից, իր ոչխարներից, իր պահած շնից, գայլերից։ Սարոյան կամ որևէ գիրք կարդացած լինել կամ չլինելը քիչ բան է ասում մարդու մասին։ Բոլոր կարևոր իմաստնությունները, բոլոր կարևոր ճշմարտությունները մենք բոլորս կրում ենք մեր ներսում։ Ուղղակի հաճախ մեզ պետք է լինում հուշող, կողքից հուշող, որ հələ մի հատ հələ նայի ներսդ, այն որ դու աչք էիր փակում, հələ բացի աչքդ, հələ սիրտդ բացի ու տես, հələ նայի կողքինի Սինյոր Մարտիրոսի արկածները, որ կան Աղասիավյան, որ ասում է, հələ նայի, քիթը քո քթի նման է, չգիտեմ, ականջը քո ականջի նման, մատը քո մատի նման է, հավերժական ճշմարտություններ են։ Ու ես Սարոյան կարդալու արժեքը կամ որևէ լավ գիրք, որևէ լավ գրողի լավ գիրք կարդալու արժեքը տեսնում եմ ընդամենը դրա մեջ, որ քեզ օգնի ինքդ քեզ ավելի անկեղծ, ավելի համարձակ, ավելի խիզախ նայես։
Դա կարա քո հարևանը քեզ օգնի, կարա քո երեխեն քեզ օգնի, կարա երկնքում սավառնող արծիվը քեզ օգնի, որ դու քեզ ավելի համարձակ ու խիզախ նայես, ավելի անաչառ նայես։ Ու հենց նայեցիր, դռները իրան բացվելու են։ Հիմա իմ կյանքում դռներ բացողի դեր ունեցել է նաև Սարոյանը։ Ես գիտեմ մի բան, որ Սարոյանի հետ առնչվողը ավելի վատը չի դառնում։ Իսկ այսօր իր ծննդյան օրն է։ Ես գիտեմ, որ դու հավատում ես, որ մարդիկ հավերժ են, հոգիները հավերժ են իրանք։ Միանշանակ։ Պլյուս միշտ միասին են կերպարել։ Կա մի բան, որ դու իր ծննդյան օրվա կապակցությամբ ուզեիր ասել իրեն։ Ես կասեի սպասի գալիս եմ, ու մենք դեռ կխմենք իրար հետ։ Ես զրուցում էի Արամաստ Ղալամքարյանի հետ։ Ձեզ հետ Մերի Մուսինյանն էր, կհանդիպենք։